Սիրելի հետևորդներ, ողջույններ, բարևներ, բարի երեկո Վայք քաղաքից։ Այսօր Վայք քաղաքում մեծ տոն է, ուրախություն է բոլոր վայքեցիները, ինչու՞ չէ նաև Վայքի գյուղերից, տարբեր տեղերից եկել են տոնելու ամանորի արարողությունը։ Այսօր ժամը 8-ին կկայանա այս հրաշք Եղևնու լույսերի վառման արարողությունը։ Ինչքան երեխաներ, ինչքան, ահա, մի քանի րոպեներ անց այս գեղեցիկ զարդարանքը կերևա լույսերի ներքո մեծ տոնակատարություն է այստեղ կատարվելու, հատկապես անհամբեր են Վայքի երեխաները սպասում են, թե Ձմեռ պապին իրենց ինչ նվերներ է բերելու։ Հետևորդներ, մի քանի րոպեներ անց այս հրաշք գեղեցկուհին կլուսավորվի և ողջ լույսերով կողողի Վայք քաղաքը։ Պատկերացնում եք ինչքան սիրուն է լինելու և հատկապես մեծ ոգևորությամբ սպասում են փոքրիկները։ Այս տարի մեր Վայքի Եղևնի շատ գեղեցիկ է, յուրահատուկ զարդարված, մեծ խաղալիքներով և ամենակարևորը այս տարի լինի աղջության տարի, հաջողության տարի և թող բոլորի նպատակներն էլ կատարածվի։ Հա, ինչքան սիրուն լույսերով բաներ են, չէ՞։ Ինչու։ Են շարիկները։ Հեսա մի 10 րոպեից բան կանեն, կմիացնեն, արդեն տենում ես ինչքան շատացան, բազմությունը շատացավ։ Ողջունում ենք ձեզ այստեղ, բաց երկնքի տակ, որտեղ այս երեկո մեզ սպասում է իսկական ամանորյա հրաշք։ Այսօր այս հրապարակը լցվելու է երաժշտությամբ և ծիծաղով, բայց մեր տոնածառը դեռ քնած է։ Նրա լույսերը դեռ չեն վառվել, քանի որ նա սպասում է մի շատ կարևոր իրադարձության։ Ասում են, նոր տարվա կախարդանքը արթնանում է միայն այն ժամանակ, երբ երեխաների սրտերը լցված են լինում ջերմությամբ, իսկ մարդկանց անձներում լինում է հավատ։ Մինչ լույսերը վառվեն, մենք պետք է անցնենք մի փոքրիկ, բայց կարևոր փորձության միջով։ Մենք պետք է ստուգենք, արդյոք այստեղ գտնվող բոլորի սրտերը լցված են ջերմությամբ ու բարությամբ։ Եկեք մի պահ բոլորս ձեռքերը դնենք մեր սրտերին, մտածենք մի բարի ցանկության մասին և այդ ջերմությունը փոխանցենք միմյանց։ Եթե մեր սրտերը իսկապես լցված են ջերմությամբ, ապա այդ ջերմությունը կհասնի մեր տոնածառին և հենց այդ պահին կվառվեն կախարդական լույսերը։ Եվ այսպես մեկնարկը տրված է, շուտով հեքիաթը կսկսվի։ Արի կանգնիմ այստեղից նկարեմ։
Aynen hello sorry. Oylan gelmem. Ay, ինքան բրթեցիք։ Արեք, երեխեք, եկեք։ Եկեք։ Արի խելոք սարի։ Մտես արանքով։ Արի, արի արի։ Բոյով ես ստանում։ Դու մնացի, դու արի։ Եվ սկսվում է հետ հաշվարկը։ 10 Էլի մնաց, դու մնացի, արի։ Դու ես ստեյս նայ։ 3
տեսնեցին փորձությունը եւ պարզվեց, որ մեր սիրելի բայկեցիների սրտերը իսկապես միշտ լցված են ջերմությամբ եւ բարությամբ։ Այդ ջերմությունը հավատ օգնեցին լուսավորել այս հրաշքը։ Եկեք եւս մեկ անգամ ծափահարենք եւ անցնենք Մեր գեղեցիկ երեկոյի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Մխիթար Մաթևոսյանին, ծափահարին եւ Միդիան Արմենիա ընկերությանը, որը մշտապես կանգնած է մեր համայնքի կողքին։ Այս լույսերի ու օրհնության երեկոյին ցանկանում ենք խոսքը փոխանցել մի մարդու, ով իր աղոթքով, խոսքով եւ հոգեվոր ներկայությամբ մշտապես ջերմացնում է մեր համայնքը։ Նա մեզ հիշեցնում է հավատքի, սիրո եւ միասնության կարեւորության մասին եւ իր ծառայությամբ լուսավորում է մեր ճանապարհը։ Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր-Սեբու Քահանա Հարությունյան։ Հեսա գալիս է։ Աստված օրհնի բոլորիդ, ասորտության մեջ խմորդ, եկեք Արի մոտս չկորես։ ամեն գործից առաջ աղոտ կարեք, եկեք կնաղոտ կբարձրացնենք առ Աստված և Աստծուց խնդրենք, որ այս հրաշքները միշտ լինեն, մեր հայրենիքի խաղաղ երկնքի տակ, խաղաղությամբ դիմավորենք և խաղաղությամբ անցկացնենք այս նոր եկող 2026 թվականը։ Թող բոլորի հոգիներում այսպիսի ջեր, լույսեր վառներ, առ Աստված, առ հայրենիք, առ պետություն։ Իմ խնդրանքն է ձեզ, որ միանանք միասին իրար հետ կերունական աղոթ կբարձրացնենք առ Աստված և Աստծու գոհություն հայտնենք մեր ամեն օրվա ապրած խաղաղ համար։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ հերկինս ես Սուրբ Եղիցի անուն քո, եկես արքայություն քո, եղիցին կան քո, որպես հերկինս եմ հերկրի, լսած մեր հանապազոր դուր մեզ այսօր, և թող մեզ պատվիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարտապանած, և մի տանիրս մեզ իպորցություն, այլ փրկյաց մեզի չարել, զիքո է արքայություն և զորություն և հարկ հավիտյանս հավիտենից ամեն։ Սուրբ հաճերս աղաչեսու կստեր, զիսովա պրկեսցեր մեզի մեղաց և կեցուսցեր շնորի ողորմության յուրում, ամենակալ Տեր Աստված մեր կեցո և ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, պահպանի և հույս հավատացելուց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա Հայաստան Հանրապետություն և ժողովուրդս հայոց, առավել ևս բնակիչս Վայք քաղաքի և մանկունք նորա, ընդհովանյալ սուրբ և պատվական խաչերս քոյ խաղաղության, փրկյա, ազատյա, երևելի և ամենագույն թշնամու, արժանավորյա գոհության փառավորել, ըսքեզ ընդհոր և սրբողորքուր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված օրհնի բոլորիդ ուրախ տրամադրություն, խաղաղ կյանք, երջանիկ ապագա։ Աստված միշտ մեզ հետ է լինելու։ Այդ հավատքով մենք պետք է շարժվենք ամեն օր։ Եվ շնորհակալություն քաղաքային իշխանությանը, համայնքապետարանին, այս գեղեցիկ տոնը մեզ վայքեցիներից պարգևելու համար, որտեղ մեր երեխաները արժանի են խաղաղ ապրելու և երջանիկ, ուրախ, զվարթ և առանց պատերազմ։ Պատերազմը թողնա միայն հիշողություններում և հեքիաթներում։ Շնորհակալություն բոլորին, Աստված օրհնի։ Իսկ հիմա խոսքը տրվում է այն մարդուն, ով իր գործունեությամբ մշտապես ապացուցում է, որ մենք շուտով կունենանք Հայաստանի, ինչու՞ չէ նաև աշխարհի լավագույն քաղաքը, Վայքի համայնքապետ պարոն Մխիթար Մաթևոսյան, բարձր ծափահարություններով լսենք Հարգելի Վայք համայնքի բնակիչներ, սիրելի երեխաներ, այսօր Վայք քաղաքում վարվեց ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող ամանորը ձեր ընտանիքների բերի առողջություն, սեր և երջանկություն։ Թող գալիք տարին լինի անվտանգ, կայուն և ստեղծարար, շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։
Բոլորիդ մաղթում եմ բարձր տրամադրություն։ Շնորհակալ եմ եւ ամանորյա միջոցառումը արդեն սկսում ենք։ Խնդրում ենք հետ կանգնել հնարավորինս, որովհետեւ այստեղ լինելու է բարեր եւ մենք պետք է Bob, esa cosirasta. Բարողները հեսամրցելու են, վայ։
ինչքան բազմություն է հավաքվել մեր վայ քաղաքում, բոլոր մարդիկ ուրախ են, բարձր տրամադրություն եւ բարևներ, գոնե սենց արեք։ Ինչպես է ձեր տրամադրությունը։ Շատ լավ, շատ բարձր տրամադրություն։ Ուրախ ենք։ Բարձր տրամադրություն։ Եթե կցանկանաս, կարող եմ միկրոֆոն տրամադրել, խոսած։ Նվեր Հունանյանին, ով այսօր Բոլորին բերի սեր և երջանկություն։ Գնացինք, սիրում եմ քեզ, սիրո ձեզ համար, ավելի աշխուժ, գնացինք, ձեզ։ Արի լիլելը։ Երկու 2026 թվականը թող լինի առողջության, հաջողության տալիք բոլորի համար։ Են ինչ է էլ այդ ատի։ Ինչքան սիրուն է, շատ սիրուն են, չէ Զարդարը։ Ինչի՞։ Լիլիթն էլ է զե։ Մի հատ մաքր եմ։ Լիլ, ինչ ես նա։ Էլ հետևորդներ ասեմ, որ այստեղ Լիլիթի հետ եմ եկել։ Լիլիթն էլ մրսում ես, ինչ ես տխուր։ Ուզում ես գնանք տուն։ Դորի գնանք։ Բայց ոտով գնանք այդ լույսերը նկարենք։ Արի գնանք։ Բարև մխոջը։ Ինչ? Եթանք ես, սպասի, ինչն ա ծուրտ կգնա։ Ոյ։ Չէ սպասի, լիլ, իրար հետ հեսա կգնա։ Սիրելի հետևորդներ, ես այնքան էլ ժամանակ չունեմ, կարևորը եկա մասնակցեցի և հիմա էլ այս հրաշքի հեռվից նկարում եմ ինչքան գեղեցիկ է, բայց մենք ցավոք սրտի ես ու Լիլիթը ստիպված ենք լքել, համ Լիլիթը մրսում է մի քիչ, համ էլ ես գնամ ժամանակ չունեմ, տանը ինձ շատ գործեր են սպասում։ Արի։ Եվ հրաժեշտ տանք միջոցառմանը ու գնանք։ Արի, քել։ Եվ որոշեցինք, որ ես ու Լիլիթը ոտքով քայլենք, այս գեղեցիկ լույսերով ողողված գալուց մեքենայով եկանք, բայց հիմա կարծում եմ իմաստ չկա տաքսիով գնալ, ոտքով պետք է գնանք, որ վայելենք այս մեր վայ քաղաքի լուսավորությունը։ Շոշով չեմ կարել։ Մայք։ Հետ։ Ինչի չեմ կարա։ Դեպս շոպ, ավտոմերը։ Չոն ջոստիրակ երեխաներում։ Ոյ, սիրուն էր չէ սայլուտները, իչքան լավ էր սայլուտները, լուսավորությունը շատ Ուլացան տոյս։ դրա պայթեց, հրավառությունը հոյակապ էր, հրավառության մասին խոսք լինել անգամ չկա, խոսքերը ավելորդ էին, շատ սիրուն էր, Շատ լավ։ հա, ամբողջ քաղաքը այսպես գեղեցիկ
լույսերով զարդարված է, սիրելի հետևորդներ, ոչ միայն վայքն է զարդարված, այս պահին Հայաստանի բոլոր վայրերում հանրապետությունով մեկ տիրում է տոնական տրամադրություն։ Բոլոր տեղերն էլ զարդարված են։ Ու սիրելի հետևորդներ, բոլորիդ մաղթում եմ կրկին ու կրկին մեր ձեր գալիք տարին թող առողջության, հաջողության տարի լինի, բոլորիդ նպատակները, երազանքները թող կատարվեն, եթե արդյունքներ, ապա միայն ուրախության արդյունքներ թող լինեն և ինչ ասեմ էլ, ամենալավ բաները ձեզ բոլորիդ, իրոք ես ինչ կցանկանամ ինձ, իմ կյանքում որ կատարվի, նույնն էլ թող լինի ձեր կյանքում, հետևորդներ ջան, սա էլ մեր փոքրիկ վայք քաղաքը, փոքրիկ, բայց շատ գեղեցիկ, ես շատ եմ սիրում մեր վայքը, մեր վայք քաղաքը, այսպես և մի քիչ ճանապարհներն էլ ես թվում է այս պահին տաքսի էլ դժվար կլինի, շտապենք տուն, տանը գործեր, չէ՞ Լիլ, մենակ թե չսառենք, հիվանդանանք, այսպես։ Ճիշտ է, շատ գործեր թողեցի տանը, գործերս կիսատ մնաց, բայց դե որոշեցի, որ դուք էլ մի պահ կտրվեք ձեր գործերից, նստեք ու դիտեք մեր վայքի տոնական արարողությունը։ Տես մեքենան փակ է, էլի, փակել են, թե ինչ եք փակել, բա մենք ոտքով պետք է գնանք։ Եվ այս միջոցառմանը ներկա են գտնվում նաև ոստիկանության աշխատակիցներ, որոնք հսկում էին ողջ ընթացքը, ինչպես նաև բուժաշխատող շտապ օգնության մեքենաներ այնտեղ, մի խոսքով բոլորը պատրաստակամբ իրենց գործն են կատարում, ծառայություն է, ծառայություն։ Ոյ շատ ունենք հասնելու, կեսն էլ չենք անցել, ահագին ճանապարհ ունենք մինչև մեր շենք։ Ինչ։ Պրավա ունենալ, ավտոատներ։ Հա, որ քշեի գայ, չէ։ Մի րոպեում կհասնեի, կասեի հասանք տուն Լիլիթ, մենք հասանք, հələ գնում ենք ու գնում, չէ, շատ ունենք հասնելու, դուք էլ ինձ հետ քայլեք, սիրելի հետևորդներ, ուղեկցեք մեզ, խոսելով գնանք հասնենք տուն, որ արդեն բոլորը գիտեն, որ նկարահանում եմ անում, չեմ գժվել, չեմ խոսում մենակ, չնայած Լիլիթը հետս է, չէ Լիլ, Մենակ արեն խոսա։ Որ այսպես քայլում ենք ու տեսնում եմ բոլորի տներն էլ ձևավորված, զարդարված լույսերով ողողված։ Ես էլ մի պահ մի քանի օրեր անց կմտնենք 26 թվական, նորից կյանքը մեր կգնա նույն հունով, նույն ձևով, մի քանի օր է, թող ժողովուրդը ուրախանա, հատկապես փոքրիկները, ինչքան ուրախ էին, չգիտեմ, մենք թողեցինք եկանք, թե հետո ինձ թվում է ձմեռ պապի էլ կլինի,
փոքրիկներին նվերներ կտա։ Հա? Նվերներ կտա փոքրիկներին, կուրախանան։ Մենք այդքան չենք կարող մնալ։ Լիլիթը չի սիրում նման բաներ, նման տեղեր գնալ։ Արի անցնենք մի հատ հիվանդանոցի տոնածառներ նայենք։ Այս Սիրում է, պրոստը չեմ սիրում, որ մարդիկ թմա։ Հա, հիվանդանոցի տոնածառ է ինձ սիրունա, ամեն տարի այստեղ եմ սկզբից աշխատել։ Հետո գնացի, ուր Եղեգնաձոր, այստեղ մենք միշտ էլ հիացել ենք այս գեղեցկուհի տոնածառով, սա մոտիկից ցույց կտա։ Ես այստեղից ես նկարեմ, սա էլ հիվանդանոցի Եղևնին, չէ՞։ Փակա դուռը, թե չէ, կբացեի, կտեսնենք։ Դե ոչինչ, հանցանք արդեն, հանցանք հասնում ենք, հասնում։ Կայնի ստեղ էլ նկարենք, ինչքան սիրուն է այստեղ էլ, արի գնանք այն կողմերով ու գնանք։ Ավտոմեքենա չի գալի։ Հա ինչ ա լինում։ Ուր են։ Դու ինչպես միշտ շնիկներին նկատեցիր, թող քնեն։ Քնել են իրենց համար։ Եվ ահա, սիրելի հետևորդներ, հասանք համարյա մեր թաղերը։ Եվ ինձ հետ էլ տանում են բարձր տրամադրություն։ Տրամադրությունս բարձր է, բայց մի քիչ սառած եմ։ Հասնենք տուն, մի հատ լավ թեյ խմենք։ Թեյ շունիկներ են չեն այսքան տխուր։ Կբրտնես մի հատ սիրը։ Չէ, մի գնա, չէ, կկծան, մի գնա։ Արի գնացինք, արի։ Արի։ Ողջերը մրսում է։ Դե, իրանց կյանքները տես դասավորվավ։ Չէ՞։ Իրանց կյանքն էլ այդպես դասավորվեց։ Լույսերը։ Եվ այստեղ էլ ծառերն են, եղևնիներն են։ Ձևավորել։ Բաց չի, այստեղ էլ մի երկու։ Ծախսելու։ Հա։ Նայն դեղելա, նայն։ Հա, եւ այստեղ հա, մի քիչ էլ են։ Մասնա ու վերջ։ Եվ այստեղ էլ հրաշք, սրանք իսկական բնական եղևնիներ են, լույսերով զարդարել են։ Կտրեք տանենք։ Հա, ամենալավը բնական եղևնին է, ափսոս է, որ կտրեն, ափսոս, շատ դժվար աճող է։ Ամերիկայում այնտեղ բան է, Եղևնին։ կես բան է դնում, իսկական։ Հա։ Լիլիթի հետ խոսելով, խոսելով հասանք մեր թաղերը եւ մի քանի քայլ կմիանան գլխավոր ճանապարհին ու վերջում էլ մեր շենքը։ Այս եղևնին էլ է լույսերով զարդարված, բայց դե լույսերը չեն վառվում։ Մամ, գիտես խեն ասել կանաչ շեն։ Ինչի։ Բալկոնը ոչ է, բան։ Հա, կանաչ։ Կանաչ։ Ահա այս լույսերն էլ նայենք ու վերջի զարդարումն է այս լույսերը, վերջի էլ չկա, սրանից այն կողմ էլ լույսեր չկա։ Ահա եւ վերջ, մնաց հետևում ամեն ինչ։ Եվ հեսա շուտով կհասնենք։ Այ ահա, վերջապես հասանք Նարդոսի մեր թաղը, Նազոյի մեր թաղը, հա։ Այս Լիլիթը այնքան ասեց գնանք մինչև որ եկանք։ Ոնց որ երեխան ես լինեմ, մեծը Լիլիթը։ Ահա մեր շենքը, ահա Լիլիթի շենքը։ Հասանք վերջապես։ Չէ՞։ Վերջապես հասանք։ Էլ մեկ էլ քեզ տեղ չեմ տանի։ Համար եմ եկել, մենակ չլինել այնտեղ։ Քեզ տեղ չեմ տա, հաջորդ տարի պես քեզ։ Հա։ Մենակ եթաս կմնաս տատիկները քեզ։ Մութ ու խավար մեր շենքում միայն տոնական տրամադրություն չէ։ Ոչ մի զարդարում
Ոչ մի լուսավորություն չկա այստեղ։ Նավիգատորի մեջ դարի չկա։ Այո։ Հասանք մեր շենքը։ Կորանջ շենքան է սիրելի այդ նկար։ Կորանջ շենքան է սիրելի դեպքեր։ Նավիգատորի մեջ դարի չկա կանոն շենք։ Հա։ Կոնե եկեք այդ փոստերով անարեք։ Լցրեք, հա։ Այ, Ոնց դեր հագալի, ոնց օգուտ ջհերդ լինի։ հասանք, բայց ես նայլա մոտ։ Կոնե եկեք հետցս հագ։ Գնա։ Համ նկարենք, համ էլ որ լույս լինի։ Համ